Բարի երեկո, ձեզ այդ սուրանկյունն է, որի նպատակը մեր իրականության սուրանկյունները բացահայտելն է։ Մեր ճանապարհը տանում է դեպի նպատակ եւ կարեւոր չէ թե որքան երկար է այդ ճանապարհը, քանի որ առանց նպատակի չկա գործունեություն։ Հայաստանում ոչ բոլոր համայնքներն ունեն ոռոգման ցանց։ Իմ ասում էլ այն վաղուց շարքից դուրս է եկել։ Մի խոսքով, մոտավոր հաշվարկով, ոռոգման համակարգ չկա Տավուշի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի ու Սյունիքի գյուղերի գրեթե կեսում։ Մարդիկ տնամերձը ջրելու համար ակամա դառնում են ջրի գող, բայց այլ ելք չունեն։ Նախորդ շաբաթ մեզ հազանգած արտիքցիներին հենց այդ խնդիրն էր հուզում։ Այգիները ջրում են խմելու ջրով, ապօրինի, ջրամատակարար կազմակերպությունն էլ պարբերաբար ստուգում եւ տուգանում է։ Մեզ ջուր տվեք, պատրաստ ենք վճարել, խնդրել են արտիքցիները։ Շիրակի մարզում մեր նկարանող խումբը ուսումնասիրել էր խնդիրը։ Տնամերձերի ոռոգման հնարավորությունների մասին խոսել քաղաքապետի, ջրօգտագործողների ընկերության ու քաղաքին խմելու ջուր մատակարարող Հայ ջրմուղի ներկայացուցիչների հետ։ Ավելին պարզել է, որ տնամերձերի ոռոգումը արտիքում բավականին հեշտ է կազմակերպել։ Ներքին ցանց չունեցող համայնքներում տնամերձերի ոռոգման հնարավորություններին, հարցում խմելու ու ոռոգման ջրամատակարարների հակասությունների ու մարդկանց հնարավորությունների մասին է Շուշանիկ Միրզոյանի աչքները ջուր կտրած տեսանյութը։ Արտիքում ոռոգման ներքին ցանց երբևէ չի եղել, արտաքինն էլ վաղուց շարքից դուրս է եկել։ Մարդիկ տնամերձերը ջրում են ապօրինաբար ու Հայ ջրմուղի աշխատակիցների ստուգումների ժամանակ տուգանվում։ Դժվար է ասել, խմելու ջրով ոռոգելու օգուտն է շատ, թե վնասը։ Ալմաղալ եղել է եկել են 5000 ջրոմար վերցե տալ են, հետո նորից եկել են փակել են։ Չեմ ջրել, բախ եմ անդա։ Տուգաները ինչ է, ոչ ջրել է տուգանել։ Մեր պայմանն է դիգե մարդիկը ինչ վերվաղտ հասցերին ապալ թապալ ջրին բդի վերվաղտ է չէ, բդի չորնա թապի։ Մարդկանց համբերության բաժակը լցվել է, առիթը բաց չեն թողնում ու մեզ հետ Արտիքի քաղաքապետարան են գալիս։ Ոռոգման ջրի բացակայության, տուգանքները վճարել չկարողանալու, խմելու ջրի որակի մասին բնակիչների բողոքները համայնքի ղեկավարը սկզբում լսում է շատ հանգիստ, հետո նյարդերը տեղի են տալիս։ Պես մարդ չկա, որ մի քիչ չջրի, բայց դե այդ հնարավորություն չեն տալիս, գալիս տուգանում են։ Եթե իրանք հայտնաբերում են ապօրինի ջրամատակարարում այդ փոխանակներով, զգուշացնում են ծանոթագրով, տուգանք չկա։ Որտեղ կվիտանցիան ասում չի ասում, դրա մեջ հնարդի նշված է, եկել է 30000 էլ։ Մի հատ առօր չկա, որ մարդիկ իրանց փոքր տնամերձ թողամասը ջրեն։ Տարածքը ժամանակին սպասարկած Արագածի ջրօգտագործողների ընկերության իրավահաջորդ կազմակերպությունում նշում են, Արտիկին երբևէ ջուր չեն տվել։ Ոռոգման արտաքին ցանցը քայքայված է։ Ներքին ցանցի շինարարությունն էլ համայնքի բյուջեից պետք է ֆինանսավորվի։ Համայնքների ուժերից վեր է ունենալ այդպիսի ցանց։ Արտիկ քաղաքի համար ոռոգման համակարգի կառուցում առայժմ չեմ էլ պատկերացնում, որովհետև դա միլիոնավոր դոլարների հետ է կապված։ Ոռոգման ներքին ցանց չկա կամ շարքից դուրս է եկել Շիրակի համայնքների գրեթե կեսում, բայց մարզում միայն Արտիկում է, որ կարողացել են ելք գտնել։ Հայ ջրմուղի հետ քննարկվում է խմելու ջրով տնամերձերը ոռոգելու հնարավորությունը։ Ոռոգման սեզոնի 4 ամիսների ընթացքում տնամերձերին, այսինքն մենք չպատասխանատուները կտրամադրել են խմելու ջուր ոռոգման նպատակով, բայց ոռոգման ջրի սակագներով։ Եթե խոսքը գնում է, որ ջրմուղ կողերին պետք է խմելու ջուր ոռոգման ջուր մատակարարը, ջրմուղ կողերին նման իրավունք որքան որ ես հիշում եմ, որքան կարդացել եմ օրենքները, օրենքի մեջ այդպես ակտ չկա գրած։ Ոռոգման ջուր մատակարարելու իրավունք մենակ ունի ջրօգտագործողների ընկերությունը։ Համապատասխան ջրօգտագործման թույլտվության արկայության եւ ոռոգման համակարգերի բացակայության դեպքում խմելու ջուրը կարող է պայմանագրային հիմունքներով օգտագործվել ոռոգման նպատակով։ Նշված դեպքերում տնամերձ հողամասերը, այգիներ եւ այլ հողամասերը խմելու ջրով ոռոգելու դեպքում լրացուցիչ հաշվարկվում է հողամասի այգու ոռոգման վճար տվյալ տարածքում գործող ոռոգման ջրի սակագնով։ Սա արդեն Հայ ջրմուղի աշխատակիցն է ներկայացնում կառավարության որոշումը, որով սահմանվում է Երևանից դուրս այլ համայնքներում խմելու ջրով ոռոգում կազմակերպելու կարգը։ Դա հնարավոր է, եթե համայնքին մատակարարվող խմելու ջրի քանակը բավարար է։ Մենք ստանում ենք տնտեսներից ապուրի մապուր ջրեր։ Ես եմ բանի մեջ ճուստեք իննովատիվ նայես կապտալ բաներ։ Սուն է խոսում, փչում են, խաղում են։ Մատակարարումը կատարվում է ոչ ստաբիլ, դե գրաֆիկը պարզ է կա, բայց որոշ դեպքերում խախտվում է նաև գրաֆիկը։ Ոռոգման ջուր կարող ենք տրամադրել այն դեպքում, երբ ունենք բավարար պաշարներ խմելու պահանջը բավարարելու եւ այն բնակավայրերում, որտեղ որ ոռոգման համակարգ չկա։
եւ բնականաբար ընկերության համար ֆինանսատնտեսապես ձեռնատու լինի։ Այսինքն պոմպով արտադրված ջուրը հնարավոր չի 11 դրամով վաճառել։ Այսինքն որտեղ ունենք ինքնահոս։ Այս պարագայում իհարկե խմելու ջրամատակարարի փաստարկը այնքան էլ հիմնավորված չէ։ Ժամանակացույցը չի պահպանվում, բայց միաժամանակ, ինչպես հայ ջերմուղում են ասում, ջրի ավելցուկ կա։ Ավելին, անհասկանալի է, նույնիսկ ավելցուկի դեպքում, ինչպես կարող է ձեռնտու լինել ավելի քան 14 անգամ էժան ոռոգման ջրի փոխարեն խմելու ջուր մատակարարելը։ Մենք 1 խորանարդ մետր ջուրը վաճառում ենք մոտ 155 դրամով, բայց դրա ինքնարժեքը անհամեմատ բարձր է։ Մյուս կողմից վիճակագրությամբ, ասենք Արթիկում, յուրաքանչյուր երկրորդ ընտանիք ապօրինի ջրօգտագործող է, այնպես որ գերադասելի է տնամերձերը ոռոգելու նպատակով խմելու ջուրը վաճառել 11 դրամով, քան ոչինչ չստանալ դրա դիմաց։ Ապօրինի ոռոգում են, ավելի լավ է օրինականացնել ու այդ համակարգը որ կանոնակարգվի այդ ոլորտը ավելի հեշտ կկառավարվի, քան sense համակարգված չէ, էլի։ Մեկը գողանում է, ոռոգում է, մյուսը ոռոգում է, փողը չի վճարում։ Բաժանորդների հետ պայմանագրերի կնքումը Արթիկում կսկսվի վաղվանից։ Դրանից հետո կսկսվի քաղաքին ոռոգման ջրի մատակարարումը։ Համենայն դեպս այդպես հավաստիացրին հայ ջերմուղում։ Շուշանիկ Միրզոյան, Հովանես Չապարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Դրամանենգություն, կեղծ թղթադրամների և մանրադրամների պատրաստում և իրացում, իսկ այդ այսպես կոչված արհեստով զբաղվողը դրամանենգն է, այլ կերպ ասած խաբեբա խարդախ։ Դրամանենգները հայտնվել են առաջին մետաղադրամների ստեղծմանը զուգահեռ։ Ամենահին կեղծ դրամը մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում հունական Էգինակղզում հայտնաբերված արծաթե մետաղադրամի կրկնօրինակն է։ Նորագույն պատմությունը փաստում է, որ կեղծ փողերի թողարկմամբ զբաղվել են նաև պետական մակարդակով, թշնամի տերության տնտեսությունը քայքայելու նպատակով։ Այսպես, երկրորդ աշխարհամարտի տարիներին ավելի ստույգ 1942 թվականին Գերմանիայում Զաքսենհաուզեն համակենտրոնացման ճամբարի որոշ կանոնավորներ կեղծ թղթադրամներ էին պատրաստում, դոլար և ֆունտ։ Ամեն ամիս արտադրվում էր 1 միլիոն ֆունտ ստերլինգ։ Գերմանիան ցանկանում էր ապակայունացնել Անգլիայի տնտեսությունը։ Պատերազմի ավարտին արդեն պատրաստվել էր շուրջ 9 միլիոն թղթադրամ, մոտավորապես 135 միլիոն ֆունտ ստերլինգ ընդհանուր գումարով։ Կեղծ փողերի պատրաստումը միշտ եւ ամենուր խստորեն պատժվել է։ Միջնադարյան Եվրոպայում դրամանենգներին պարզապես եփում էին եռացված ջրում կամ կոկորտը հալած մետաղ, հիմնականում կապար էին լցնում, որովհետև հենց կապարից էին կեղծ մետաղադրամներ հայտնում։ Հետաքրքիր է, որ երկար ժամանակ ամերիկյան դոլարը չի հաջողվել լավ կեղծել, հենց կանաչ գույնի շնորհիվ, իսկ այդ գույնը 1854 թվականին ստեղծել է ստամբուլահայ Քրիստոփոր Սերոփյանը, որին այդ յուրօրինակ գյուտի համար վճարել են $6000։ Մեր երկրում դրամանենգության առաջին դեպքն արձանագրվել է 1994-ի հունվարին, այսինքն մեր դրամի ծնունդից 2 ամիս անց։ Դրամանենգը 10 դրամանոց թղթադրամը վերածել էր 100-ի, 1-0 ավելացնելով։ Հայաստանում ևս դրամանենգությունը քրեորեն պատժելի է։ Ներկայացնում եմ Հերմինե Բաղդասարյանի «Մի կեղծիր» տեսանյութը։ Ամեն այսպիսի թուղթ դեռևս դրամ չէ ու չի բացառվում, որ ձեր ձեռքում հայտնվի կեղծ թղթադրամ և դառնաք դրա տարածողը։ Պետք է զգոն լինել, որովհետև դրամանենգները կեղծում են հենց այն տարբերանշանները, որոնց մենք առաջինն ենք ուշադրություն դարձնում։ Պատմության մեջ ամենից շատ կեղծվել և կեղծվում է փողը, չնայած որ հայկական դրամը պաշտպանված է միջինը 18 պաշտպանական հատկանիշներով, այդուհանդերձ տարեկան շրջանառվում է մոտ 1.5 միլիոն կեղծ թղթադրամ, ընդ որում 1000-ից մինչև 100,000 դրամանոց։ Հիմնականում ուրեմն կեղծ փողերի վարժեթղթեր պատրաստվում են տարիքով 18-ից մինչև 25 տարեկան երիտասարդները։ Ավելի շատ կեղծվում է նվազ արժողությամբ թղթադրամը, հասկանալի է, այդ դեպքում կասկածն ավելի քիչ է լինում, բացի այդ իրացնելն է հեշտ։ Այս երիտասարդներն էլ էին այդպես մտածել, բայց իզուր, նրանք քաղաքի երթուղային տաքսիներում, ավտոբուսներում ու խանութներում իրացրել էին 1000 և 5000 դրամանոց կեղծ թղթադրամներ և բռնվել։ Տպի սարքով տանը պատրաստել եմ A4 ֆորմատի թղթից կեղծ 5000 դրամանոցներ և 1000 դրամանոցներ։ Իրավապահների օպերատիվ միջոցառումների արդյունքում ապրիլին բացահայտվել է կեղծ 1000 դրամանոցների իրացման ևս մեկ դեպք։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունում այդ կեղծ թղթադրամը շրջանառվում է եւ կոմերցիոն բանկերի կողմից մինչեւ առայսօր դա ի հայտ է գալի։ Կեղծարարների գործը գրեթե անհնարին դարձնելու համար Կենտրոնական բանկը թղթադրամի հոլոգրաֆիկ պատկերը, որն ավելի հեշտ էր կեղծել, փոխարինել է կինեգրամայով։ Այսօր պաշտպանությունը ավելի ուրեմն բարդացվել է պաշտպանական հատկանիշը եւ տեղադրվում է կինեգրամա եւ եթե դուք դիտեք տարբեր անկյունների տակ, դուք կտեսնեք, որ պատկերը փոխվում է այլ պատկերով։ Ասեմ, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ կեղծ թղթադրամը միանգամից բացահայտվում է։ Կեղծի տարբերակով դուք տեսեք, որ նա որևէ պաշտպանական հատկանիշ չի պարունակում։
Բայց դե սարքը հետատման չես տա, սա իհարկե կեղծիքը տարբերելու միակ միջոցը չէ։ Կան նաև պարզ ձևեր։ Մեծ արժողությամբ թղթադրամը գրեթե բոլորը նախ լույսի տակ են նայում, թերևս ճիշտ են անում, բայց ոչ բոլորը գիտեն, որ հատվածին պետք է առավել ուշադիր լինել։ Այսպիսով ջրանիշի, որը կրկնում է թղթադրամի վրա առկա պատկերը, ներգծի, այսպես կոչված սպիրալի եւ դարձերեսին պատուհանաձև ներգծի առկայությունը չի նշանակում, որ թղթադրամն իսկական է։ Դրամանենգները հաճախ սրանք հաջողությամբ են կեղծում, ինչը չես ասի այս նշանի համար։ Թղթադրամի դիմերեսի վերին միջնահատվածում եւ դարձերեսի նույն հատվածում մենք ունենք պատկեր, որը կազմված է ընդհատվող գծերից։ Երբ մենք թափանցող լույսի տակ դիտարկում ենք այդ հատվածը, ապա դիմերեսի եւ դարձերեսի այդ գծերը միանում են միմյանց եւ ստացվում է ՀՀ գրառումը։ Եվս մեկ կարևոր, կարելի ասել անձեռնմխելի հատկանիշ, եթե դեռևս կասկածում եք թղթադրամի իսկությանը, առաջին հայացքից թվացող գծապատկերին բավական է մոտեցնել խոշորացույցը։ Այստեղ մենք դիտում ենք միկրոտառաշար գրառում, որը հստակ արտահայտված է։ Այստեղ արդեն երևում է, որ միկրոտառաշարը չի ընթերցվում։ Մոլորվել կարող ենք բոլորս, որովհետև դրամանենգները կեղծ թղթադրամները փորձում են իրացնել երեկոյան ժամերին, հատկապես մարզերում։ Մայիսին իրավապահները կեղծ թղթադրամ պատրաստելու եւ իրացնելու կասկածանքով Գորիսի բաժին բերման են ենթարկել 2 քաղաքացու։ Ինչով ես պատրաստել նշված գումարը։ Ինչքան է տպագրել։ Երևի 50 հատ։ Ինչքան ժամանակ առաջ։ Դեկտեմբերից։ Խուզարկությամբ նրանից առգրավվել է 14 հատ 20 հազարանոց եւ 3 հատ 100 հազարանոց կեղծ թղթադրամ։ 6 ամսվա ընթացքում տարբեր ուրեմն քաղաքներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում հիմնականում ի հայտ են գալի այդ 100,000-ները։ Երևան քաղաքում էլ են իրացրել 20,000 դրամանոցները շուկաներում, բայց դա դեռևս ի հայտ չի եկել, այսինքն շրջանառության մեջ է։ Եթե շատ դրամանենգներ օգտագործում են սովորական թուղթ, ապա այս հերոսը կարևորել է թղթի որակը։ Կարում ասեմ մնացած թղթադրամների նկատմամբ դեռևս ոչ մեկ այդպես մոտեցում չի ցուցաբերել։ Այսինքն նույն 1000 դրամանոցների 5000 դրամանոցները, ուրեմն դուք տեսնում եք, սա սովորական A4 ֆորմատի վրա տպագրված կեղծիք է։ Այնպես որ հաջորդ ստուգումը պետք է լինի թղթադրամը շոշափելը, իսկականը պետք է հարթ չլինի։ Սա եւս քչերին հայտնի պաշտպանական նշան է նախատեսված տեսողական խնդիրներ ունեցողների համար, որի անհարթությունը շոշափելիս պետք է զգացվի։ Ձեզ տամ 4 հատ 500 դրամանոց, փորձեք ասել որն է կեղծ։ Բնականաբար սա հեշտ փորձություն չէ, հատկապես որ 500-անոց եւ 200-անոց մետաղադրամներն ամենահաճախ կեղծվողներն են։ Սկզբում իհարկե շփոթեցնող է, բայց մի քանի պարզ կանոն եւ հեշտությամբ կարելի է տարբերել կեղծվածը։ Ասեմ, որ եւ 500-անոց եւ 200-անոց մետաղադրամները երկաթ չեն պարունակում, հետեւաբար կարելի է կեղծիքը բացահայտել նույնիսկ մագնիսով։ Նա ձգվում է մագնիսի կողմից։ Այսինքն կեղծ։ Այսինքն կեղծ է։ Հնարավոր է, որ մագնիսը մետաղադրամը չձգի, բայց լինի կեղծ։ Պետք է ուշադիր լինել, իսկականը մաշվում է, բայց երբեք չի գունաթափվում, իսկ խոշորացույցը կօգնի նկատել աննկատելին։ Սպիտակ հատվածի եզրը դուրս է գալիս իր եզրագծից դեպի դեղինի կողմը։ Սակայն սա նույնպես կեղծ է։ Իսկ ահա 200 դրամանոցների դեպքում պետք է ուշադրություն դարձնել արտաքին տեսքին, իսկականը որքան էլ հնամաշ լինի, միևնույն է պատկերները պետք է ընդգծված լինեն։ Հաջորդ տարբերությունը մետաղադրամի հաստությունն է։ Ինչը որ նկատելի է, շոշափելի է եւ համեմատության մեջ զգացվում է։ Ասեմ, որ արժե թղթեր պատրաստելն ու իրացնելը քրեորեն պատժելի հանցանք է եւ միևնույն է 200 թե 100,000 դրամ է կեղծել։ Պատասխանատվությունից չեք խուսափի։ Խորհուրդ չի տրվում կեղծ թղթադրամը իրացնել նույնիսկ այն դեպքում, երբ պարզապես խաբվել եք, ավելի լավ է այն հանձնեք իրավապահներին։ Ցածր պատժամիջոց չունի, այսինքն 3 տարի այդ անձը պատասխանության է ենթարկվելու։ Նույնիսկ բանկում ստուգեք թղթադրամի իսկությունը, դա երբեք ավելորդ չի լինում, իսկ կեղծարարներն էլ լավ կլիներ չմոռանային, որ ցանկացած հանցագործություն ենթադրում է նաև պատիժ։ Հերմինե Բաղդասարյան, Զոհրաբ Քարամյան, Հովհաննես Չապարյան, Սուրանկյուն։ Խեղված ճակատագրեր էջը բացելուց հետո կոնկրետ փաստերով եւ օրինակներով փորձում ենք շատերին զերծ պայել ճակատագրի արվածներից։ Այդպիսի արվածներ է ստացել Տաթև Մեսրոպյանի այսօրվա հերոսուին։ Նունեն 5 անգամ ամուսնացել է եւ 5 երեխա ունի, 5 ամուսնուց։ Հավանաբար լավ կյանքի շետ տղամարդ փոխել։ Ամեն անգամ մտածել է, թե այս մեկը կարողանա երջանկացնել, բայց ոչ։ Անձնական երջանկությունը չի ստացվել, թեև երջանկացել է ամեն զավակի ծնվելու հետ։ Հայրենի գյուղից հեռացել է համագյուղացիների անեծքից ու արամարանքից իրեն եւ երեխաներին հեռու պահելու համար։ Հիմա Նունեն 5 զավակի հետ բնակվում է Սևանի հանրակացարանում։ Նրանց ապրուստը հոգում է տարբեր, երբեմն ծանր աշխատանքով, հաճախ էլ խանութներում պարտքեր կուտակելով։ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ ճակատագրեր հաճախ խեղվում են չմտածված, անպատասխանատու քայլերի, այս րոպեական որոշումների պատճառով։
Նունեն անշուշտ այդպիսի պայր ունեցել է։ Մեր նպատակը նրան դատապարտելը չէ, Քավլիցի, բայց մի բայց կա։ Ամուսին ընտրելիս, բացի զգացմունքից, սիրուց պետք է հաշվի առնել նաև կարևոր այլ բաներ։ Ու հիմա 5 ամուսնոց ոչ մեկը նույնիսկ բարոյապես չի աջակցում։ Ընտանիքի բեռը կրում է միայնակ, հպարտանում է զավակներով և փորձում է ամեն ինչ անել, որ նրանց ճակատագրերը չխեղվեն։ Այժմ լուսավոր ապագայի հույսով տեսանյութը։ 39-ամյա Նունեն Ավասարդյանը 18 տարեկանից ճակատագրից դաժան հարվածներ է ստանում։ Հատկապես բախտը չի բերել անձնական հարցում։ Նա 5 անչափահաս երեխա ունի, 5-ն էլ տարբեր տղամարդկանցից։ Նրանք թեև ճանաչել են հայրությունը, սակայն հեռացել են։ Մամաս 18 տարեկանում մահացավ, մնացի լրիվ մենակ, 21 տարեկանում ամուսնալուծվեցի, արդեն ինքստինքյան խորտակվեցի, առևտուր էի անում, ջահել էի, մենակ էի, ոչ մի ազգական դուրս չէր բացում, տեսնի ես ոնց եմ ապրում։ Մարդկանց մոտ միգուցե ուրիշ կարծիք կա իմ մասին, որ ես անբարոյական եմ, որ չգիտեմ ինչ քայլերի եմ դիմել, տարբեր երեխաներ եմ ունեցել տարբեր հայրիկներից, բայց դա այն չի, ինչ որ մարդիկ մտածում են։ Եթե ես այդպիսին լինեի, 21 տարեկան էի, տեսքով աղջիկ էի, կդիմեի մարմնավաճառության քայլերին, կանեի մարմնավաճառություն, այլ ոչ թե ծանր 5-6-7 հատ սումկեն կվեցնեի, ծանր 50-100 հատ ձկով կվեցնեի, կտանեի, կվաճառեի ու երեխա կպահեի, այդ քայլը չէի անի։ Նա երեխաների հետ արդեն 1 տարի բնակվում է հանրակացարանում, քանի որ հայրական տունն ապրելու համար վտանգավոր է, նույնիսկ օձեր ու կարիճներ կան։ Վարձը տալիս եմ, գազի վարձա, լուսի վարձա, տան վարձա, մինչև տեսնեմ ինչա լինում։ Օրվա ապրուստը վաստակում է տներ մաքրելով, իսկ ամռան ամիսներին Սևանի լողափերում մանր-մունր գործեր է անում։ Սրանրա լուսամուտներն եմ գնում, մաքրում եմ, տան գործ եմ անում, ինչով կարում եմ երեխեքին ապահովում եմ, պատահումածովի ափին վագոններ ենք մաքրում կամ ասենք տենց էլի հավաքարարություն, աման լվացել ինչ-որ մի տեղ։ Սակայն անչափահաս երեխաներին ամենափոքրը 4 ամսեկան է, չի կարող թողնել տանը եւ գնալ աշխատանքի։ Օգնող չունի, դրա համար էլ ցանկանում է նրանց ժամանակավորապես հանձնել խնամքի հաստատություն, որ կարողանա ձմռան ապրուստի գումար հայթայթել։ Սակայն մանկատուն հանձնելու մասին երբևէ չի մտածել։ Իրանք իմ կյանքի այն որ ասում իմաստն են, ես մենակ իրանց համար եմ շնչում, իսկ եթե իրանք իմ կյանքում չլինեին, միգուցե ցանկություն էլ չունենայի շնչելու։ Երեխաներն էլ են համաձայն ժամանակավորապես խնամքի հաստատություն գնալ, քանի որ համոզված են, որ մայրն իրենց այնտեղ չի թողնի, նրան շատ են սիրում։ Ամենաշատը մամայիս եմ սիրում։ Ամենաշատը մամայիս եմ սիրում։ Ամենաշատը մամայի։ Մարզպետարանում տեղյակ էին այս ընտանիքի պատմությանը։ Այժմ մենք որոշում ենք, թե երեխաներին ժամանակավորապես այս ամառվա հատվածում որտեղ տեղավորենք։ Նունեն շատ դժվարություններ է հաղթահարել գոյատևելու ու երեխաներին մեծացնելու համար, սակայն երբեմն չի կարողանում դիմակայել կյանքի դառնություններին եւ հուսահատության պահեր է ունենում։ Ամիսներ առաջ ինքնասպանության փորձ է արել, որը որդին է կանխել։ Ինչ կատարվել է իմ կյանքում զուտ մենակ իմ մենակությունից, որ 21 տարեկանից մնացել եմ միայնակ, փորձել եմ մի քանի անգամ ինքնասպանություն գործել, բայց զգացել եմ, որ դեռ եթե ոչ մեկի պետք չեմ, իմ երեխաներին այնքան պետք են։ Բազմազավակ մորխիղճը հանգիստ է, որ չնայած խանութներում պարտքեր ունի, այնուամենայնիվ երեխաներին հատկապես քաղցրեղենից չի զրկում։ Միգուցե ես սաղ գիշեր չքնեմ, լացեմ, այս պարտքը ոնց տամ, այն պարտքը ոնց տամ, տանս ջուրը ոնց քաշեմ, տանս պատը ոնց սարքեմ, բայց միևնույնն է ձգտում եմ պայքար եմ առայժմ։ Երազանքներ շատ ունի եւ ամենակարևորն աղոթում է, որ իր չապրած ընտանեկան ջերմությունն ու երջանկությունը զավակներն ապրեն։ Հատկապես աղջիկներիս վրա հիմիկվանից շատ պայքարում եմ, ճիշտ է դեռ իրանք պուճուր են, որ հանկարծ թիվը այնքան ահավոր է դարձել, որ ուրիշ քայլերի մեջ չընկնեն, իմ կյանքը չքաշեն իրան։ Իսկ երեխաների երազանքները տարբեր են։ Ես երազում եմ, որ դառնամ ոստիկան ճանապարհին։ Ես երազում եմ, որ դառնամ խելոք աղջիկ ու սիրունիկ։ Հադու կուկուճա։ Բժշկուի։ Ես սիրում եմ խաղալի կամաս։ Նունեն թեև միայնակ է 5 զավակ մեծացնում, սակայն մեղավոր եւ անմեղ չի փնտրում եւ փորձում է ամեն ինչ անել, որ նրան կյանքում ճիշտ ուղի ընտրեն։ Տաթև Մեսրոպյան, Զոհրաբ Քարամյան, Հովանես Չապարյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։
Նոր դեղամիջոցը բացասական է ազդել նրանց առողջության վրա։ Քեզ հետապնդում են տագնապի, վախի, վատ մտքեր։ Տեսեք, կոտրվում է, փաթեթավորված չի, սա պետք է դրվեր լեզվի տակ։ Լեզու սորում էր բերանից մեջ, ծակծկում էր։ Խնդիրներ լինելու դեպքում ԱԺ միանգամից տեղեկացնել առողջապահության նախարարությանը։ Ամսվա դեպքերում մինչև 100,000 հասել այս թեղորայքը։ Սա Երևանի մի շարք դպրոցներում կարելի ասել տնօրենների սահմանած սակագիրն է։ 150,000-ը մենք չենք տալու։ Կադրերը, որ հիմա դիտում եք, նկարահանվել են թիվ 155 դպրոցում։ Տնօրենն ու հասնիկը պատասխան են տալու։ Արգելված է դա նշանակում է, որ չի թույլատրվում նվերներ, կոնյակներ։ Այս գործը դարձել է մոդայիկ զբաղմունք որոշ ազդեցիկների կանանց, սիրուհիների։ Բրավո, մենք մեզ բաներ չունենք։ Տենդերների թեմային Սուրանկյունը մի քանի անգամ անդրադարձել է, սակայն հիմնականում ներկայացրել ենք պատմություններ, երբ մրցույթ հայտարարողն ու մասնակիցը նախապես եկել են համաձայնության եւ այն կրել է ձևական բնույթ։ Այս անգամ անդրադարձը այլ Սուրանկյունից է։ Խնդիրը մրցույթով գնվող ապրանքի որակի մասին է։ Օրենքով տենդերում հաղթում է այն ընկերությունը, որն առաջարկում է ապրանքի ամենամատչելի գինը։ Իսկ չի ազդում արդյոք ցածր գինը որակի վրա։ Հարցն ավելի կարևորվում է, երբ խնդիրը վերաբերում է սննդին ու դեղորայքին։ Դրանում համոզվեցինք անցնող շաբաթ, երբ մեր խմբագրությունը այցելեց նույն հիվանդությամբ տառապող միանգամից 10 մարդ։ Նշում էին, թե մինչև վերջերս հիվանդությունը բուժելու համար պետությունը տրամադրում էր ամերիկյան արտադրության դեղորայք, որը բավականին արդյունավետ էր։ Սակայն 2012-ի վերջին այն փոխարինվել է կանադականով եւ օգտագործելուց հետո նկատվել է հիվանդության սրացում։ Առաջին տպավորությունն այն էր, որ գործ ունենք դառնապրած այդուհանդերձ հայկական դասական սխեմայի հետ, երբ հաղթող են ճանաչում այս կամ այն չինովնիկի բարեկամ, ընկեր, ազգականը եւ ներկրում անորակ դեղ։ Սակայն պարզվեց, որ կանադականը եղել է օգնությունը, պետությունն այն չի գնել եւ ըստ պաշտոնյաների որակյալ է եղել։ Ինչևէ, մեզ այցելած քաղաքացիները տեղեկացնում են, որ այդ դեղորայքի համար նոր մրցույթ է անցկացվել եւ հաղթողը բերելու է այս անգամ լեհականը, բնականաբար ավելի մատչելի է, քան ամերիկյանը։ Իսկ ինչ կարելի ասել որակի մասին։ Հիվանդներն այս առումով մտավախություն ունեն։ Նրանք Արմեն Աթալյանին ցույց են տվել ու համեմատել ամերիկյան եւ կանադական արտադրության դեղերը։ Կանադականի անորակությունը միանգամից աչքի է զարնել։ Ներկայացնում եմ թանկից էժանը չկա տեսանյութը։ Նորքում տեղակայված աչքի չընկնող այս կառույցում ամեն ամիս մի քանի օր եռուզեռ է։ Սա առաջին փսիխոտիկ էպիզոդիկ կլինիկան է, որտեղ ամբուլատոր բուժում են ստանում հոգեկան խնդիրներ ունեցողները։ Նշածս օրերին նրանք այստեղից ստանում են պետության կողմից անվճար տրամադրվող դեղորայք, մասնավորապես օլանզապինը, որը հանգստացնող հոգեմետ դեղ է։ Հանկարծակի գիշերն արթնանում ես ու քեզ թվում է, թե քեզ հետապնդում են տագնապի, վախի, վատ մտքեր, ինչև իսկ հալյուցինացիան է։ Բոլորն անցել են այս դեղի ազդեցության տակ։ Նախորդ շաբաթ մեզ այցելած այս քաղաքացիները չեն եկել պատմելու, թե ինչքան լավ են իրենց զգում այս դեղամիջոցն ընդունելուց հետո։ Արդեն երկար տարիներ օգտագործվող ամերիկյան օլանզապինը պետությունը ամիսներ առաջ փոխարինել էր կանադականով ու հնդկականով։ Նոր դեղամիջոցը բացասական է ազդել նրանց առողջության վրա։ Նոյեմբեր-դեկտեմբերին այդ դեղորայքը փոխարինվեց մեկ այլով։ Ես զգացի, որ սկսվում են ինձ մոտ նախանշանների հիվանդության, այսինքն գլխապտույտ, սրտխառնոց, փսխում։ Կանադականը խմելով լեզվիս տակ էի դնում, դեռ չվերցած փշրվում էր ձեռքիս մեջ։ Լեզու սորում էր բերանից մեջ, ծակծկում էր։ Բաբժիշկին ասել եմ, Վանգակվիչին ասել եմ, արդեն ես հանեցի այդ դեղը, ստիպված գնում էի։ Սա այդ ամերիկյանն է, որից դուք լավ եք ձեզ զգում։ Սա որ մեկն է։ Օգնություններ, որ ստացել էի, գրված է, որ Կանադան է։ Փաստորեն ժամկետը մոտենում էր ավարտին եւ դրա համար, երբ որ տեսան արդեն ազդեցություն չունի, սկսեցին արագ ռեալիզացնել։ Տեսեք, կոտրվում է, փաթեթավորված չի, սա պետք է դրվեր լեզվի տակ։ Վերցրեցի դրանց հետո ստիպված գնացի բավականին թանկ գնով։ Ինքներ է տարակ ամերիկյանը։ Հա, 2000 դրամ էր խաթարնի տաբլետ կամ։ 2000 դրամ մեկ հաբներ։ Այսինքն ամիսը գալիս է 60000 դրամ։ Այո։ 60000 դրամ ազի մեկ ամսվա դեպքերում մինչև 100,000 հասել այս դեղորայքը։ Բժիշկներն էլ դեղորայքի փոփոխման հետ կապված մտավախություններ ունեն։ Ի վերջո կարող է ջուրն ընկնի տարիների աշխատանքը։ Եղել են պարբերաբար, երբ որ մեր այցելուները ստացել են ոչ Ziprexan, այլ ձեր նշած կանադական, հնդկական արտադրության եւ այլ արտադրության պրեպարատներ կարճաժամկետ։ Եվ իհարկե շատերի մոտ
նկատվել են որոշակի եւ հոգեկան վիճակի վատթարացումներ եւ որոշ կողմնակի երևույթներ։ Գուցե այս կարծիքները հաշվի առնելով նախորդ ամիսներին հոգեկան խնդիրներ ունեցողներին պետ պատվերով նորից ամերիկյան Օլանզապին բաժանեցին, սակայն հիվանդների ուրախությունը կարճ տևեց։ Վերջերս նոր մրցույթ է կայացել ու հաղթողը Օլանզապինի նոր խմբականակ պետք է ներկրի, թե որ երկրից հայտնի չէ։ Պարզելու համար կապվեցի տենդերը շահած կազմակերպության ղեկավարի հետ եւ ներկայացա որպես պացիենտ։ Որտեղի արտադրության Օլանզապինն եք բերել, որտեղ Եվրոպական։ Եվրոպական կոնկրետ որ երկրինն է, եթե տենց գաղտնիք չի էլի։ Չէ, գաղտնիք չի, Լեհաստանի է։ Խմես կտեսնես, եթե davıçի դու առողջապահության նախարարություն մի հատ անպայման գրի, որ կողրին լավ չի ազդեն ունեն։ Եթե լավ ազդում կզանգես ինձ շնորհակալություն կհայտնես։ Իդեպ, դեղամիջոցը, որը պատրաստվում է մատակարարել այս մարդը, պարզվում է գրանցված չէ ոչ Ռուսաստանում, ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ Եվրամիությունում։ Նա սակայն գործում է օրենքի սահմաններում, այն օրենքի, որը կարգավորում է տենդերների անցկացումը։ Կոնկրետ կազմակերպությունը առաջարկում է, որ մենք այս քիմիական բաղադրության դեղ կարող ենք ձեզ մատակարարել, ասենք թե X գնով։ Եվ մենք ընտրում ենք, նայում ենք ամենաէժան գինը, հաղթող ենք ճանաչում։ Հիմա այդ ամենաէժան գնով որ Օլանզապինը բերի, հունգարականը, հնդկականը, թե լեհականը, արդեն ներկրողի գործն է։ Կարևորը, որ նշված երկրներում արտադրվող հոգեմետ դեղը մեզ մոտ գրանցված է։ Մենք իրավունք չունենք նշել կոնկրետ ֆիրմայի արտադրության, կոնկրետ ֆիրմային դեղի անվանում։ Մենք պետք է նշենք իր քիմիական բաղադրությունը, որպեսզի բոլոր տվյալ բաղադրություն ունեցող բոլոր դեղերը կարողանան մասնակցել մրցույթին։ Այստեղ կա մի բայց, ինչ անել, եթե դեղը ձեռք է բերվում մատչելի գնով, գումար է տնտեսվում եւ կարծես որակն էլ վատը չէ, բայց հիվանդների մոտ սրացում է նկատվում եւ առողջության վատթարացում։ Ում գրպանին է դա հարվածում։ Եթե այցելուն ընդունում է, ասենք անորակ դեղ, իր մոտ հաճախակի լինում են սրացումներ, ամեն սրացումը բերում է նրան, որ ինքը պարկում է ստացիոնար բուժման եւս դա անվճար է, բայց դա պետությունն է վճարում։ Եվ վերջնականորեն հաշվարկ անենք, ավելի ճիշտ է սկզբնական փուլում, հա, ժամանակակից լավ բուժական մեթոդներով բուժել եւ չթողել, նաեւ տնտեսական առումով դա ավելի շահավետ է։ Անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում ամերիկականն, անգլիականն, նորմալ կարգին դեղ լինի։ Ասում են, որ մի 100 դրամ է շատ, ասպեր է 100 դրամն էլ մենք տանք։ Միայն տեսան հանգստությունը մեր մեջից խանեք։ Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց առայժմ մնում է սպասել հունիսից տրվելիք լեհական Օլանզապինին, գնահատելու դրա որակը, ինչպես ինձ խորհուրդ տվեց ներկրող կազմակերպության ղեկավարը, խնդիրներ լինելու դեպքում արժե միանգամից տեղեկացնել առողջապահության նախարարությանը, բայց չլինի այնպես, որ ժլատը 2 անգամ է վճարում ասացվածքն այս դեպքում իրականություն դառնա։ Արմեն Աթալյան, Հովհաննես Չապարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Անցած ուրբաթ վարչական դատարանը բավարարել է ընդդեմ կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումը։ Նոտարը մեկ տարում 2 անգամ նախարարի հրամանով ենթարկվել էր կարգապահական տույժի։ Ըստ արդարադատության նախարարի ներկայացուցչի, նոտարը 3 անգամ եւ ավելի վավերացրել էր պայմանագրեր, որոնք կնքման պահին հակասել են օրենքի պահանջներին ու անվավեր են եղել։ Խոսքը մասնավորապես Երևանի Արամի փողոցում անշարժ գույքի կրկնակի առուվաճառքի բազմաթիվ նախնական պայմանագրերի վավերացման մասին է, որոնք կատարվել են ըստ հայցվոր կողմի օրենքի կոպիտ խախտումներով։ Կնքված է եղել շուրջ 400 պայմանագրեր, որոնց մի մասը նույն բնակարանի 2 եւ ավելի անգամ նախնական առուվաճառքի դեպքերն են։ Այսինքն նոտարի գործողությունների հետևանքով 400-ից ավելի քաղաքացի է տուժել։ Հիշեցնեմ, որ թեմային անդրադարձել ենք անցյալ շաբաթ։ Հիմա խոսեմ մի կարևոր խնդրի մասին, որին բախվել կամ բախվելու ենք բոլորս։ Դրան անդրադարձել ենք նաև անցած տարի, բայց խնդիրն, ինչպես ասում են, վիրահատվել է, սակայն չի բուժվել։ Խոսքը դպրոցներում դրամավարության մասին է։ Արատավոր երևույթ, ինչի պատճառով սոցիալապես անապահով ընտանիքը ստիպված է լինում կլորիկ գումարներ ծախսել հաճախ պարտքով եւ չգիտես ինչի համար։ Երեխան ավարտում է նվեր տնօրենին, դասղեկին, որոշ նախընտրելի ուսուցիչների եւ այսպես շարունակ։ Չմոռանանք, որ նույն տնօրենը աշխատավարձ է ստանում ու եթե գումարի չափից դժգոհ է, կարող է հեռանալ ուսումնական հաստատությունից։ Աշակերտը, եթե ավարտել է, նշանակում է պետք է ունենա համապատասխան գիտելիքներ։ Ծնողը, որն ըստ էության զավակի ուսումնառության համար 10, իսկ հիմա 12 տարվա ընթացքում 1000-ումի ծախս է անում, սկսած հագուստից վերջացրած տարական ծախսերից, պարտավոր չէ վերջում առանձնահատուկ վերաբերմունք ցույց տալ, այն էլ փողի տեսքով։ Ասել է, թե տրամաբանորեն նման խնդիրներ չպետք է ծագեին։ Սակայն անցած շաբաթ Երևանի թիվ 155 դպրոցի աշակերտներից մեկի ծնողը մեզ տրամադրեց բջջային հեռախոսով նկարահանված կադրեր, որտեղ լսվում է, թե ինչպես են ծնողները բողոքում տնօրենի համար նախատեսվող գումարի նպատակահարմարությունից եւ չափից։ Ծնողն այցելեց նաև մեր խմբագրություն եւ ներկայացրեց տեղի ունեցածը։ Հաշվի առնելով անմեղության կանխավարկածն ու հավատարիմ բազմակողմանի եւ օբյեկտիվ լուսաբանման մեր սկզբունքին, խոսափող տրամադրեցինք նաև դպրոցի տնօրենին, որը բնականաբար հերքեց։ Երևույթի մասին ահազանգեցինք նաև պատկան մարմիններին, կրթության ու գիտության նախարարություն եւ քաղաքապետարան։
Այստեղից հավաստիացրին, որ եթե նման բան է կատարվել, ապա տնօրենը կհեռացվի աշխատանքից։ Նելիա Հարությունյանի անաղարտ ճանապարհ ենք նոր կյանք տեսանյութը։ 150,000 դրամ յուրաքանչյուր 9-րդ դասարանից տնօրենի եւ ուսմասվարի համար որպես ավարտական շնորհակալական նվեր, ինչու՞ չէ նաեւ մաղարիչ առաջիկա քննություններին ընթരാճ։ Սա Երևանի մի շարք դպրոցներում կարելի ասել տնօրենների սահմանած սակագիրն է, որը որոշ տեղերում հասնում է 300,000-ի։ Կադրերը, որ հիմա դիտում եք, նկարահանվել են թիվ 155 դպրոցում ականատեսի կողմից։ Դպրոցի բակում ծնողներն ու ծնող կոմիտեն բուռն վիճում են վերջին զանգի մի շարք զիզիբիզիությունների համար պահանջող լրացուցիչ գումար հավաքելու շուրջ։ Ոնց որ ամենաառաջինը տարան իրանք 150,000 տվեցին, Դամյանին հիմա էլ օպերատորին են տարին կանզեին 4 դասարան լախին, այս 150,000-ը մենք չենք տալիս։ Տնօրենի փողը չենք տալիս։ Մենք չենք տալիս, ինքնի կախենք ինչ պիանից։ Մեզ բացատրեցին, որ դա սիմվոլիկ գումար է, որ բոլորը տվել են, միշտ տվել են։ Դասարան կա 30-ը հավաքել, դասարան կա 25։ Մեզ դիմաց ծնողի բողոքին տեղեկանալով թիվ 155 դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը շատ վիրավորվեց ծնողների անշնորհակալությունից։ Ապա մանրամասն պատմեց, թե խորհրդանիշներով լի ինչ ճոխ ավարտական հանդիսություն են կազմակերպել։ Դատողում էին, որ մեզ մոտ հավաքում է գումարներ։ Այո։ Եվ նման բան, ես բացառում, շատ հետաքրքիր ծրագիր ունեի։ Առաջին դասարանցիներն իրենք շատ գեղեցիկ գրքեր էին պատրաստել, առաջիններն իրենց վերջին զանգանքում չեմ էլ թողել, որ այդ զանգերի գումարներ հավաքեն։ Չէր բավականացնում, ծաղիկների համար նորից գումար հավաքեցին, եկեղեցու գնալու գումարը հավաքեցին, նվերներ, կոնյակներ, ծառ են քարել, ծառատունկ են քարել։ Եվ ինքը բնույթով շատ հետաքրքիր բան է, խորհուրդ ունի, ծառատունկ է, ուսուցիչ դասնասներ կարողում են այսպես գեղեցիկ կանաչ կամար, հրավառություն։ Այդ գումար հավաքելը եւ այդ ամեն ինչը արվում է դասղեկի կողմից, դասղեկին էլ թելադրում է տնօրենը։ Դասղեկը ստիպված խնդրում է ծնողներին համաձայնվել ամեն ինչին, որովհետեւ երեխաները դեռ քննություններ ունեն եւ այդ միջոցառման համար հավաքում են ամեն մեկից 80,000 դրամ։ Իսկ որտեղ այդ դպրոցը գտնվում։ Կենտրոնում։ Բրավո, մենք դες բաներ չունենք ընդանրապես։ Անկոպեկ։ Մենք միջոցառում չենք արել, մենք ունեցել ենք 2 վերջին դաս, դասարանում եղել է ընդամենը 4 սաղատ փուչիկ եւ մի գեղեցիկ խորագիր։ Նրանց մնաց բարով։ Երեխաները մեր են կացել իրենց վերջին խոսք ասել են յուրաքանչյուր ուսուցչի, ամեն մեկը մի փուչ ծաղիկ է նվիրել եւ վերջ, ժամը 6-ին։ Միասին իջել են օպերա։ Այնտեղ էլ բարել են, եկել են տուն։ Ծաղիկները իրենք են արել։ Ծաղիկներն իսկ մնացած արվել էին դպրոցի բյուջեով։ Եթե ես նույնիսկ բյուջե ունենամ խնայողություն, գույք կգնեմ, էլեկտրոնային գրատախտակ կգնեմ, ես ինչի պիտի օգտագործեմ վերջին զանգի համար։ Դեպքեր գիտեմ, որ ինչ-որ քարտեր են նվիրում, տնօրեն, ուսմասվար, ուսուցիչ, ախր։ Հանրակրթական հաստատություններում դրամահավաքը արգելված է թե կրթության եւ գիտության նախարարի եւ թե քաղաքապետի կողմից։ Արգելված է դա նշանակում է, որ չի թույլատրվում ոչ տնօրենի նախաձեռնությամբ, ոչ դասղեկների եւ ոչ էլ ծնողների։ Յուրաքանչյուր դեպքում դա չի դադարում լինել դրամահավաք։ Պարզապես արգելքի ընկալումն է տարբեր դպրոցներում տարբեր։ Ավելի բարեխիղճ տնօրենները այն արգելում են առհասարակ։ Մյուս տնօրենները, ովքեր, ինչպես ասում են, դպրոցում ամուր թիկունք ունեն, ամեն ինչ շարունակում են առաջվա պես։ Հավանաբար արգելողները պակաս հետևողական են իրենց հրամանների կատարման հարցում։ Այսինքն դպրոցի տնօրենը ներքին կարգով հանձնարարում է դասղեկներին, նրանք ծնող կոմիտեներին, որի 2-3 ակտիվիստները իբր որոշում են իրենց երեխաներին շքերթոն պարգևել ու կրակնեն գծում մյուսներին։ Սա կոչվում է տնօրենն ինչ մեղք ունի, ծնողներն են ցանկացել ու կազմակերպել։ Այսպես են գնահատում իրավիճակը ոլորտը կարգավորող վերադասները։ Ծնողը իր երեխայի տոն է դարձնում։ Դա ծնողի իրավունքն է։ Ծառատունկ, առաջին դասարանցիներին սիմվոլիկ չգիտեմ ինչ, եւ այդպես սիմվոլիկ յուրաքանչյուր աշակերտից 30,000 փող ավարտվեն։ Դե վատա է։ Այդա արդեն արհեստական դրամահավաք է ստացվում։ Քաղաքապետի կողմից դա պարտվում է, եթե կլինի որևէ դրամահավաքություն ավարտական հանդեսի վերաբերյալ դպրոցին վերաբերող։ Եթե ծնողները ձեռնարկել են ընդունենք իրենց երեխաներին, ասենք զանգեր գնել, գնալ, ասենք խնջույքի, այդ հարցերը արդեն դպրոցի տնօրենությունից դուրս է։ Բայց մեկ էլ ծնող կոմիտեից տեղեկանում են, որ պետք է տնօրենին 100,000 եւ ուսմասվարներին 50,000 գումար տրամադրվի։ Ոչ, չի կարող նման բան լինել։ Դա արդեն պարտադրանք է։
Միանշանակ, եթե ապացուցվեց, որ դպրոցի տնօրենը ծրարով գումար է վերցրել, տնօրենն ու թազղիկը պատասխան են տալու դրա համար, անպայման, եւ շատ լուրջ են պատասխան տալու, եւ հենց իրենց պաշտոնով են դրա պատասխանը տալու։ Ներկայում հանրակրթական հաստատության տնօրենի պաշտոնին վաստակավոր մանկավարժ տեսնելը հաճելիորեն կզարմացնի շատերին։ Այս գործը դարձել է շատ պահանջված համարյա մոդայիկ զբաղմունք որոշ ազդեցիկների կանանց, սիրուհիների ու մորաքրոջ աղջիկների շրջանում։ Եվ դա հասկանալի է ոլորտն ամենահարգվածներից է ու ոչ պակաս եկամտաբերներից։ Իրան տարին 6 անգամ մենակ կոլեկտիվից փող էր հավաքում։ Մի օր ծնունդ ա, մի օր նոր տարի ա, մի օր տղեն ընդունվեց ինստիտուտ, ամուսնու ծնունդն ա։ Արարատի մարզի Խաչբար գյուղի դպրոցի նախկին ուսուցչուհի Օֆելիա Ղազարյանը, որին կեղծ բացակայություններ վերագրելով 2 տարի առաջ ազատել են աշխատանքից, պատմել է, ինչպես է կազմակերպվել նոր տնօրենի Սուսաննա Եփրեմյանի նշանակումը, ինչպես է նա հաշվեհարդար տեսել իր ընդդիմախոսների հետ եւ ովքեր են հիմա նրա շքախմբի անդամները։ Գյուղապետը, տնօրենը գյուղապետի եղբոր կինը, դպրոցի հաշվապահը գյուղապետի եղբայրը տնօրենի ամուսինը, ուսմասվարը գյուղապետի քենին, որ մի կարգին կրթություն էլ չունի, մյուս քենին արտնության նախագահ, քենու ամուսինը տնտեսվար։ Ներկայացված փաստերը միայն 1-2 դպրոցի խնդիր չեն, սա համակարգային երևույթ է, որը բնորոշ է հանրապետության դպրոցների գերակշիռ մեծամասնությանը։ Թիվ 155 դպրոցում մեր նկարահանումից հետո տնօրեն Լուսինե Դանիելյանը արտակարգ ժողով է հրավիրել։ Պարզելու ով է բողոքով մեզ դիմաց ծնողը եւ որ դասարանից։ Ժողովից հետո որոշ ծնողներ իրենց պարտքն էին համարել գալ ու պատմել, որ դրամահավաք չի եղել, այն էլ տնօրենի համար։ Իրականում նման բան չի եղել։ Մենք 4-9-րդ դասարան ենք եւ յուրաքանչյուր ուսուցչի չի կարելի մի ծաղկեփում։ Շատ ծնողներ չգիտեն, որ տնօրենին գումարը հավաքվել է իրան տված գումարի։ Տեղական որոշ մասը ու դասեկները, որ այդ գումարը տարել են տվել են։ Տարիների ընթացքում հեղինակություն ձեռք են բերում, որ 100,000-ի համար չվարձեն իհարկե 100,000 չի։ Այդ ամեն տարի մի քանի 100,000։ Թիվ 155 դպրոցի տնօրենի հրավիրած ժողովի ներկաներից մեկի պատմածը եւս արժանի է ուշադրության։ Հիմա տնօրենը ինչ ժողով արել ու հանձնարարելա, որ ոնց պատմեք այդ ամեն ինչը։ Կարծեք, որ մենակ ծաղիկի համար ենք հավաքել 5,000 դրամ։ Ծնող կոմիտեն ասապա, որ ծնողներ զանգեն ինձանից գումարը հետ ուզեն, ես ինչ եմ անելու։ Կարող ենք հուշել, ինչ պետք է անի ծնող կոմիտեն։ Վերադարձնի հավաքված գումարը։ Այդ դեպքում ավարտական հանդիսությունը իսկապես կդառնա դպրոցի բյուջեի միջոցներով։ Այսա կլինի իսկական խորհրդանշական վերջին դաս, գուցե վերջինը նաև որոշ տնօրենների եւ լավ դաս մյուսների համար։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Հովանես Չապարյան, Սուրանգյուն։ Մի հեռացեք, գովազդը կարճ է լինելու։ Արծվի արձանի մոտ լրիվ Սոդոմ հոմոր էր։ Վիրավորները ճանապարհի տարբեր հատվածներում էին ընկած։ Սա այն դեպքերի չէ, որոնք մենք պարզենք, թե ով էր մեղավոր։ Ուղղակի աննկարագրելի էր։ Մտի հետա զոդվի։ Իմի տակ է, չես զգում։ Ամեն անգամ, երբ Երևանում անձրևը հորդառատ է, փողոցները վերածվում են գետակների եւ ամեն անգամ հրատապ է դառնում հեղեղատարների մաքրման հարցը։ Եթե հիշում եք նախորդ թողարկմանը ներկայացրինք մի քանի օր առաջ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով մայրաքաղաքում արձանագրված տխուր պատկերը։ Քաղաքապետարանից նշել էին, որ հեղեղատարները մաքրվում են, սակայն խափանվել էին տեղումների գերարատության հետևանքով։ Երեքշաբթի տեղացած հորդառատ անձրևը նույնպես խափանեց հեղեղատարների բնականոն աշխատանքը։ Կադրերը, որ կներկայացնենք, արված են Տիչինայի փողոցում։ Մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են։ Ապե լուք կա, կենտրոնական լուք ճարեք, բացեք։ Սրա համար եմ կանչել։ Մարիգյան։ Տեսար ինչի համար եմ կանչել։ Սրա համար եմ կանչել։ Խաչատյան, իմ վիճակը։ Այստեղ միայն կփրկեր նորի տապանը, բայց դա Արարատ լեռան վրա է, չենք կարող մենք հայտնաբերել դա, իսկ պատկան մարմիններին մնում են նվիրել մի հատ կալոշ, մի հատ էլ էս ինչա, թի, որպեսի թաղապետարանի չինովնիկները բարեհաճեն իրենց ջիպերից իջնեն, կալոշը հագնեն ու այսպիսի աշխատանքներ կատարեն։ Լավ, ինչքան կարելի է զգուշացնել, որ ուղևորների տեղափոխման համար կան սահմանված նորմեր, որ չի կարելի մեքենայի հետևում 3 ուղևորից ավելի նստեցնել։ Սյունիքի մարզի վթարը, ինչի հետևանքով զոհվել էր 7 մարդ, կարծում ենք դաս կլիներ վարորդների համար։ Եթե հիշում եք, խորհրդային գազ 24-ում միանգամից 9 հոգի է եղել, եւ զոհերի նման թիվը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով։
Պատմությունը անցնող շաբաթ կրկնվեց Լոռու մարզում։ Երկու օփելի բախման հետևանքով զոհվեց 4 մարդ։ Ընդ որում, մեկում եղել է 8 հոգի, այդ թվում 5 անչափահաս։ Սա էլ բավական չէ, մարզի օպերատիվ ծառայությունները իրար էին խառնվել, քանի որ վիրավորներին ու մահացածներին դուրս բերելուց բացի բախվել էին մեկ այլ խնդրի՝ դիզվառելիքի ուժեղ արտահոսք է տեղի ունեցել եւ ստեղծվել պայթյունավտանգ իրավիճակ։ Զգոնության կոչերից այսօր կխուսափեմ, կարծում եմ կադրերն իրենցը կանեն, թեպետ առավել դաժանները ցույց չենք տա, եղածն էլ հերիք է։ Շամշյանի հաջորդ տեսանյութը մի մասի մոտ կարող է ծիծաղ առաջացնել մյուսների մոտ զայրույթ։ Դեռևս կան նախկին ու ներկա չինովնիկներ, որոնց անպատժելիության եւ չակերտավոր լավ ժամանակների զգացումը շարունակում է խեղդել ու ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ երանելին անցյալում է։ Նման զգացողությունն ու պատրանքը բնականաբար չեն կարող չանդրադառնալ նրանց հարազատ բարեկամների հոգեբանության վրա, որոնք մտածում են, թե տարատեսակ ապօրինությունների համար կանաչ ճանապարհը միշտ բաց է։ Կոտայքի մարզում տեղի ունեցածը ասածից վկայությունն է։ Ծաղկաձորի նախկին քաղաքապետի եղբոր որդին Երևան-Սևան ավտոճանապարհին դառնում է վթարի պատճառ։ Range Rover-ով բախում է Ford-ին, ինչի հետևանքով 2 հոգի վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց։ Հասկացանք, ոչ ոք ապահովագրված չէ նման պատահարներից, սակայն ոչ մեկը լկտի անալու իրավունք չունի։ Ժամանակն անշեղորեն փոխվում է։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի զգաստացեք, երանելին անցել է տեսանյութում։ Հիմա որ ասեմ, այս հաստագլուխի ուղեղը թափած է, էլի ասելու եք ասեց, բայց ինչպես չասես, երբ ոչ ավել ոչ պակաս եղբոր հետ կեսգիշերին Գյումրվա տրնգի էր պարում ի ցույց բարեկամների։ Հիմա բացեմ ճակերտները։ Էս մեր հերոսը, Աբովյանի բնակիչ 28-ամյա Գևորգ Հակոբյանը, որն աշխատում է Կլեոպատրա ՍՊ-ի գլխավոր հաշվապահ, եղբոր 25-ամյա Հովիկ Հակոբյանի հետ, որն աշխատում է Multigroup կոնցեռնի Երևանի քիմիադեղական գործարանի գլխավոր հաշվապահ, ընտանեկան խնդիրներ են ունենում Ավանի 7-րդ փողոցի բնակիչներ Արտեմ Ալեքսանյանի եւ Ռոբերտ Հովսեփյանի հետ։ Թե սրանք ոնց են հաշվապահ աշխատել ու հաշվարկ արել, եթե չեն կարողացել պրիմիտիվ հաշվարկ անել ու հարաբերությունները քաղաքակիրթ ձևով լուծելու փոխարեն օգտագործել են հրազեն։ Մի խոսքով իսկական դոդություն են արել։ Ացնանելը պատենտ է, մի հատ է։ Տեսելա փախան։ Այս կադրերը արեցի վիճաբանության վայրում, որտեղ հարևանները նոր-նորքի ոստիկաններին հայտնում են, թե ոչինչ չենք լսել, կրակոցի ձայներ առավել եւս։ Մինչդեռ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Արտեմն ու Ռոբերտը նույնպես իրենց դոդերի բաղճա են գցել եւ ասել, որ չեն ճանաչում կրակողներին։ Արդեն առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ նոր-նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Նորքի 5-րդ զանգվածում Գևորգի անորոշ ավտոտնակում հայտնաբերում են S կլորին, հետն էլ հանցագործության գործիք հրացանը, որից արձակվել են կրակոցները։ Քննիչի միջնորդությամբ դատարանը սրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը։ Ստուգումը Հաջորդ դեպքը նույնպես ընտանեկան ողբերգություն է, սակայն հանգամանքներն են տարբեր։ Եթե Պաշտպանության նախարարության X զորամասի շտաբի պետի տեղակալ 38-ամյա մայոր Սերգո Ավետիսյանը իմանար, թե ինչով կավարտվի իր եւ կնոջ ուղևորությունը Գեղարքունիքի մարզում, բնականաբար ղեկը նրան չէր վստահի։ Հիմա տեսնում եք, թե ինչով է ավարտվել։ Ավտովթարի պատճառը ըստ նախնական տեղեկությունների այն մեծ արագության վարելու հետևանքով է։ Երևան-Ճամբարակ ճանապարհի 95-րդ կիլոմետրում մեքենան վթար է ենթարկվում եւ շրջվում ձորակը։ Մայորի կինը 32-ամյա Գայանե Բաղդասարյանը մահացել էր հենց տեղում, իսկ ինքն ու 2 անչափահաս երեխաները հայտնվել հիվանդանոցում։ Չեմ կարող մեկ անգամ եւս չնշել, որ եթե անգամ գտնվում եք Մայրուղում եւ ձեզ թվում է, թե անվտանգ երթևեկի բոլոր պայմաններն ապահովված են, մի թուլացրեք զգոնությունը։ Հայտնի չէ, թե փորձանքը որտեղից կգա։ Կապոտը փայքի, Այն մարդ Երևանում վթարների տրամաբանությունը չես հասկանա։ Ֆիզիկայի օրենքները լրիվ փոխել են։ Քանի վթար եմ ներկայացրել, երբ ճստիկ, բայց պստիկ երկաթյա նժույգները հաղթող են դուրս եկել ծանրաքաշայինների հետ մենամարտում։ Օրբելի փողոցում Երևանի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Ռաֆայելյանը, որն ի դեպ ոստիկանության Զեյթունի բաժնի քննիչ է, պստիկ BMW-ով դուրս է գալիս հանդիպակաց գոտի ու տակից խաղեր տալով օդ հանում աժդահա Land Cruiser-ը ու գլխիվայր շրջելով աժդահային փրկում է հաստաբուն ծառը։ Մինչ վթարի հետևանքով 2 հոգի կտեղափոխվեն հիվանդանոց, հավաքված երիտասարդները նշում են, որ BMW-ն գլխակեր մեքենա է եւ ամեն մարդ չի կարող քշի։ Իսկ փաստի արդիվ նախապատրաստած նյութերը ոստիկանության քննչականից տեղափոխվեցին հատուկ քննչական ծառայություն։ Ու երևի հենց այս քննչական ծառայությունը պետք է պարզի, թե ինչի համար էին Օրբելի փողոցում փորձում քննիչին փոխել։ Երևի նրա համար, քանի որ պարզվել է, որ քննիչը եղել է հարբած, կոկոնը տաքացած վիճակում։ Գարուն է, Range Rover-ը սլանում է, ու Ծաղկաձորի նախին քաղաքապետ Գարուն Միրզոյանի եղբոր որդին, 20-ամյա Ավիկ Միրզոյանը Range Rover-ով Range եղջյուրային հարված է հասնում BMW-ին ու Ford-ին։ Դրա հետևանքով 2 հոգի տեղափոխվում են հիվանդանոց, իսկ Ford-ի վարորդի եղբայրն էլ էմոցիաները չկառավարելով սկսեց թքոցի օպերացիան։
չես սանում ասում եմ։ Մի գորավ։ Գորնում եմ որովհետեւ մի տքի վրես ընկեր գզացում եմ։ Մի տքի։ Երկու անգամ այսպես զուշատրի ձեր Պատով ես վարում ետեք խոսած։ Ձերդ չեմիցը դուով ես։ Ինչ գործ ունես ես վթարի հետ։ Ես մեքենայի տիրոջ Բախ ես ակլորացել։ Չեմ ակլորացել։ Ոնց։ Ես լրտի եմ պահել։ Այո։ Ինչի։ Լավ, հանգստացի։ Չէ, ինչի։ Հանգստացումի խոչընդոտի։ Ես չէ, բացարձակ։ Ոտից գլուխ խոչընդոտ ես էլի։ Ու մինչ քաղաքացի ճանապարհային ոստիկան թեժ մենամարտն էր ընթանում, վթարի վայր ժամանած ինչ որ անցիկ փորձում են Չարենցավանի ոստիկաններին համոզել, որ ռենջի վարորդը Ավիկ Միրզոյանը չէր, այնինչ Միրզոյանը Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանին Գառնան նոր բացվող բողբոջի օրինակով խոստովանեց, որ ինքն է եղել ղեկին։ Էսի ոչ թե սենց ախապել, էսի սենց ախապել։ Անցնող շաբաթ ողբերգական վթարների քանակով առաջին տեղում էր Գեղարքունիքի մարզը։ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ազանգ է ստացվում, որ Աղթամարի արձանի մոտ մեքենա է գլորվել զորակը եւ կան տուժածներ։ Տեղում Սևանի հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ երկու վիրավորի դուրս են բերում մեքենայից, որոնց տեղափոխում են Սևանի հիվանդանոց։ Իսկ հետևում նստած 30-ամյա Վահան Ստեփանյանը տեղում մահացել էր։ Այս պայն Սևանի հրշեջ փրկարարները մահացածի կին են փորձում դուրս բերեն ավտոմեքենայից։ Զայրացնողն այն էր, որ ինչ որ անձիկ մալականներ փորձում էին ինձ համոզել, որ մահացածն է եղել վարորդը։ Մինչդեռ դուք էլ տեսաք, թե որտեղից էին փրկարարները դուրս բերում դին։ Հաջորդ օրը հիվանդանոցում մահացավ իրական վարորդը Յուրի Լուկինը։ Իմ տեղեկություններով մահացածներն ու ողջ մնացած 29-ամյա Ալեքսանդր Սոդորովիչինը արեստավորներ են եւ աշխատանքից վերադառնալուց են եղել եւ չի բացառում, որ վարորդը հոգնածությունից քնել է ղեկին։ Շտաբօգնությունը չէ, է։ Մի հատ էլ պետք է գա, չի կա։ Իմ բանը վերքից լավ ասա։ Քաշ։ Վարորդը հնարավոր է այն վարել է մեծ արագությամբ եւ քանի որ ճանապարհն էլ անգրևային էր, ցեխը չի կարողացել կառավարել ավտոմեքենան։ Երբ պատկան մարմինները ժողովրդի ասած ռեյդ են անում միկրոավտոբուսների, գազելների ուղղությամբ, գծատերերը վայնասուն են բարձրացնում։ Իսկ հիմա ինչ խղճով եք բողոքվելու։ Գյումրիից Բագրատաշեն ընթանալիս Պտղավան գյուղի մոտ Mercedes Magnus-ի միկրոավտոբուսը դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվում քարերին ու ծառին եւ կողաշրջվում։ Մի հոգի տեղում մահանում է, 17 հոգի տեղափոխվում հիվանդանոց։ Մինչ վթարի վայրում ոստիկանության նոյեմբերյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը հրշեջ փրկարարների ու ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ աշխատանքներ էր կատարում, մի տղամարդ, որը ըստ վթարի վայրում հավաքվածների միկրոավտոբուսի գծատերն է, հայոյանքներ էր տեղում վարորդին, թե ինչ օրը գցիր ավտոս։ Սրա նմանների համար է ասված անաստված։ Արդեն հոգնել ենք ասել, որ մեքենայի մեջ սահմանվածից շատ ուղևոր մի խցկեք։ Նման դեպքերի գերակշիռ մեծամասնությունում ողբերգությունն անխուսափել է։ Ստեփանավան Տաշիր ավտոճանապարհին բախվում են երկու օպել։ Մեկի մեջ 8 հոգի էին, մյուսում 3։ Տաշիրի հրշեջ փրկարարների ժամեր պանչվեց վիրավորներին ճմրթված օպելից դուրս բերելու համար։ Երկու հոգի տեղում մահացել են, իսկ 9 հոգի տեղափոխվել հիվանդանոցներ, որոնցից երկուսը մահանում են։ Էս եք ուզում։ Ցավակցելով մահացածների հարազատներին, այնուամենայնիվ պիտի ասեմ, որ նման իրավիճակներ հիմնականում արձանագրվում են մարզերում, ու երբ ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է գերծանրաբեռնված մեքենաների վարորդներին, նրանք լաչար կնգա օրինակով սկսում են շոու սարքել, թե ինչի ես կանգնեցրել, նախարարին ու գահի պետին ենք գրելու, ու երբ հերրու տնից տեղից վթար է տեղ ունենում ողբերգական ավարտով, այդ նույն վարորդները մեղադրում են գահի աշխատակիցներին, թե ինչու չեք կանգնեցնում, արդար չի, ու հիմա այ վարորդ, 8 հոգի, որ խցկում ես, որոնցից 5-ը անչափահաս, մեկն էլ հղի, չես մտածում հետևանքների մասին, իսկ հետևանքների մասին հիշելն է անգամ ցավալի։ Երևան-Սևան ճանապարհի Արծվի արձանի մոտ լրիվ Սոդոմ հոմոր էր։ Միակ սփոփանքն այն էր, որ վթարի վայրում հավաքված քաղաքացիները ժամանած օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչները մի մարդու նման պայքարում էին ամեն մի վիրավորի համար։ Դեպքը տեղի ունեցավ 3 առավոտ կանուխ։ Բախվել են Mercedes Sprinter-ն ու Ladan։ Mercedes-ը կողաշրջվել էր, Ladan ամբողջովին վերածվել էր մետաղյա ջարդոնի, իսկ վիրավորները ճանապարհի տարբեր հատվածներում էին ընկած։ Մի քանի վիրավորների քաղաքացիներն ու հրշեջ փրկարարները անձնական մեքենաներով տեղափոխեցին հիվանդանոց։ Վթարի վայրում աշխատանքներն անձամբ ղեկավարում էր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Ժողովուրդ ջան, սա այն դեպքերի չէ, որոնք մենք պարզենք, թե ով էր մեղավոր։ Դա քննությունը կպարզի։ Ուղղակի աննկարագրելի էր եւ ավելացնելու բան չկա։ Կադրերն առավել քան խոսուն են։
Երկու ժամ հետո չէ, կապ չունի, մտի հետա զոդվի։ Իմի տակ է, չես զգում։ Գագիկ Շամշյան, Սուրանքյուն։ Այսքանը սիրենք իրար, քանի որ բարոյական յուրաքանչյուր կանոնի չափանիշը սերն է ու ամենակարևորը մարդ լինենք։ Դա ամենադժվար մասնագիտությունն է։ Կհանդիպենք հունիսի 9-ին ժամը 22-ին։ Լույս եւ հոգու ջերմություն բոլորիս։